Սա ուղերձ չէր դեպի հայ ժողովուրդ, առաջին հերթին սա ուղերձ էր, հավատարմության ուղերձ էր դեպի Անկարա, որովհետև անգամ չհիշատակվեց, թե որտեղ է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը, իսկ հայ ժողովրդին փաստորեն այս ուղերձով ասում էր, որ պետք է մոռանանք փաստացի, պետք է մոռանանք։ Իրենց ներկայացուցիչներն ասում են մենք չենք ասում, որ պետք է մոռանանք, բայց երբ որ այդ հարցը տալիս ես, իսկ ինչու հիշենք այդ պարագայում, ինչը հիշենք եւ ինչու հիշենք, եթե եւ ոնց հիշենք, հա, հիշենք օրինակ հեռուստատեսային ինչ-որ հաղորդումներով կադրեր, ասենք այցելենք ցեղասպանության թանգարան կամ գրքեր, պատմվածքներ, շատ լավ հիշեցինք, որ մեզ հետ տեղի է ունեցել մեծ ողբերգություն, որ 1.5 միլիոն մարդ է զոհվել, որ հազարավոր եկեղեցիներ են ոչնչացվել, ձեռագիր մատյաններ են հրդեհվել, մի խոսքով այդ ամեն ինչի հիշեցինք, հետո ինչի համար է հիշողությունը ընդհանրապես եւ կոլեկտիվ հիշողությունը ինչի համար է։ Նրա համար, որպեսզի այդ եղածից ինչ որ դաս քաղվի, նրա համար, որ եթե տեղի է ունեցել այդ անարդարությունը եւ իսկապես այդ անարդարությունը բնականաբար տեղի է ունեցել, այդ մեծագույն ոճիր անարդարությունը տեղի է ունեցել եւ այն ճանաչված չէ եւ այն պատժված չէ եւ դրա իրականացնողների ժառանգորդները այսօրվա մոտավորապես ասում են, այդպես ուղիղ տեքստով չեն ասում, բայց մոտավորապես ասում են, որ լավ են կարել, որ արել ենք, լավ է եղել, որ եղել է, հա, այս պարագայում հիշողությունը ինչին է ծառայելու, հիշես, որ ինչ անես, եթե չես մշակելու քաղաքականություն դա դատապարտելու, պատժելու,